Ժողովուրդ ջան, այսօր պատրաստելու եմ ղազան խորոված իմ տարբերակով շատ հետաքրքիր ձևի։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ պատրաստելու համար ինչը հարկավոր։ Սոխը անհրաժեշտ, ժողովուրդ ջան, սխտոր, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ուրց, ժողովուրդ ջան, բանջարեղեններից պամիդոր, բիբար, խառը կանաչի, կարագը անհրաժեշտ է գարեջուր, փայտիկներից է անհրաժեշտ եւ միսը, ժողովուրդ ժավարի միսը, հիմա մեզի հարկավոր է կտրատենք ու մանրամասը ես ձեզի ցույց կտամ ոնց ենք պատրաստելու։ Ամենակարևորը ժողովուրդ ջան, լավ տրամադրություն եմ բոլորիդ կամենում եմ ու վիդեոն միջև վերջ դիտեք, որ տեսնեք թե ոնց եմ պատրաստում։ Դե գնացինք։ Ժողովուրդ ջան, ամենաառաջինը հարկավոր է միսը կտրատել։ Ու պետք է անպայման միսը փոքր կտրատենք, որ մեզի անհրաժեշտ է փայտիկների վրա իրեն հավաքենք, ցույց կտամ ոնց ենք պատրաստելու։ Անհրաժեշտ է այս ձևի փոքր միսը կտրատենք։ Այս բլյուդից պատրաստում են Շիրակի մարզում, շատ են պատրաստում, կփորձենք, մեր տարբերակով պատրաստենք։ Ժողովուրդ ջան, հիմա մի հատ նորից էլի օպերատորին ցույց կտանք, անհրաժեշտ է այս փոքր միսը կտրատել։ Միսը ես հեսա կտրատեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Լավ, հավեսին միսը, թարմ միսը ալնեմ, լստեն է, ինքը շատ համեղ ալնեմ, համել եհետ աշխատել դել է շատ հեշտ։ Սկլինի գարեջուրը փոխարինենք ջրով։ Դե պատրաստում են, ջրով էլ են պատրաստում, բայց մենք փորձենք գարեջրով։ Չէ, այս բաղադրատոմսը։ Ջրով էլ կարած պատրաստես, բայց մենք գարեջրով պիտի պատրաստենք։ Դրա համար ժողովուրդ ջան, վիդեոն մինչև վերջ դիտեք, որ իմանաք ինչ ձև ենք պատրաստում։ Իսկ միսը կարելի է փոխարինել գառան մսով։ Կարած գառան մսով պատրաստես, մարդիկ կան խոզով են պատրաստում, բայց մենք նախընտրում ենք կամ գառ, կամ տավար, քանի որ տան անդամներն էլ չեն այդ ձևի խոզի միս սիրում, դրա համար փորձեցինք տավարի մսով պատրաստել։ Ժողովուրդ ջան, միսը կտրատելուց հետո մեզի անհրաժեշտ է 2 գլուխ սոխ կտրատենք։ Հիմա սոխը մաքրեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, անհրաժեշտ է սոխը կտրատել։ Փոքր այսպես կոլցեք է պետք անել։ Եվ երկրորդը։ Այս ժողովուրդ ջան։ Հիմա մեզի հարկավոր է ժողովուրդ ջան։ Ավելացնում ենք 2 թեյի կթալ աղ, հաջորդը մեզի անհրաժեշտ է ձեռքով այսպես մի քիչ խառնում ենք, յան։ Մեզի անհրաժեշտ է սոխի սոկը ստանալ։ Այս ձևի թողում ենք ժողովուրդ ջան, յան։ Մեզի հարկավոր է հաջորդ։ Մեզի հարկավոր է մարինացնենք միսը։ Ամենաառաջինը ժողովուրդ ջան, մեզի անհրաժեշտ է ավելացնել աղ։
Հաջորդը սև պղպեղ, ու ամենակարևորը չենք մոռանում, որ պետք է որ հավեսով պատրաստենք, որ մեր մոտ շատ լավ ստացի ժողովուրդ ջան, կարմիր պղպեղ, եւ մեզ անհրաժեշտ է ուրց։ Մոտ ցույց կտամ ինչ ենք անելու։ Սենց ուրցը այսպես վերցնում ենք, ժողովուրդ ջան, այսպես տնավարի մի հատ այսպես խառնում ենք, լավ որ մանրանա։ Այսպես ձեռքով սիրուն հավեսին։ Բավական է։ Եվ ուրցով այսպես տնավարի մի հատ ձեռքով, այսպես։ Ամենս ինչ համեղ արդեն։ Այսպես։ Նայեք, ինչ գեղեցկություն արդեն։ Եվ մեզ անհրաժեշտ է ձեռքով այսպես։ Ձեռքով հավեսին խառնում ենք ժողովուրդ ջան։ Լավ մարինացվի մեր միսը։ Հիմա ձեզի հաջորդ քայլը ցույց կտամ ինչ ենք անելու։ Հիշում եք մեր սոխը։ Այսպես ձեռքով մի հատ նորից էլի ճզմում ենք, յան, ու ավելացնում ենք մի փոքր ջուր։ Այսպես անեմ, որ մեր հետևորդներին տեսանեն։ Ու ձեռքով այսպես սիրուն ժողովուրդ ջան։ Յան այսպես պետք է ձեռքով սխմեք, յան մեջի սոկը, որ սոխի դուրս գա։ Որտեղ մեզի սոկն է անհրաժեշտ։ Համարեք։ Հաջորդ մեր քայլը, մեզի անհրաժեշտ է ջուր ավելացնելուց հետո մեզի անհրաժեշտ է քամել։ Այսպես վերցնում ենք, յան։ Հիմա ես քամեմ ու ձեզի միանամ, գնացինք։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք մոտիկից ցույց կտա մեր սոխի սոկը, ինչ ձև ենք ստացել։ Հիմա մեզի անհրաժեշտ է այս սոկը, այսպես ամբողջական մսի վրա ենք այսպես ավելացնում։ Ու հավատացեք, այս ձևի շատ համեղ է ստացվում։ Ու այսպես տնավարի խառնում ենք ժողովուրդ ջան։ Ու պետք է այս ձևի գոնե 2 ժամ ժողովուրդ ջան։ Գոնե թողենք միսը, որ ինքը լավ հավեսին մարինացվի։ Հիմա ես խառնեմ, յան, կթողենք այս ձևի ինքը մարինացվի միսը 2 ժամ, հետո մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, արդեն 2 ժամ է անցել, մեր միսը լավ մարինացվել է։ Հիմա հերթականությունը ցույց կտամ ինչ ենք անելու։ Հիմա մեր օպերատորի նույն ձևի կխնդրենք, մոտիկից ցույց կտա։ Միսը ինչ վիճակում է, լստե նայեք։ Ինչ հավեսին մարինացվել է ժողովուրդ ջան, լստե նայեք հələ։ Արդեն Սոչնիա, չէ, արդեն էս գիտես ինչ ձևի խորոված է լինելու։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Ժողովուրդ ջան, այս փայտիկներից է անհրաժեշտ։ Վերցնում ենք յան ու սենց հավեսին, ոնց որ խորովածի շշի վրա։ Այս ձևի սիրուն յան պետք է հավաքենք շշերի վրա։ Որպես շամփուր էլի, հա։ Ապրես Ջուլիա։ Շատ ճիշտ ես։
Ինչով է լավ, ժողովուրդ ջան, հեսա տարբերակները ցույց կտանք ձեզի։ Հլստենայք այս ձևի պետքա սիրուն սաղ հավաքենք։ Հիմա այսպես սիրուն մարդիկ կան, որ սոխը չեն ուտում, չէ՞, այդպես վրա։ Տարբերակը էլի։ Այս ձևի ինքը շատ լավ է մարինացվում։ Այս տարբերակով փորձեք, ժողովուրդ ջան, անպայման ու կոմենտարիաների մեջը չեք մոռանում այն լայքերի մասին, ոնց որ ասում են, պետքա անեք։ Լայքերը դնում եք, դուներդ գալիս է վերջում կոմենտարիաների մեջը սիրուն ձևի գրում եք, թե ինչ ձևա ձեր մոտ ստացվե։ Ու համոզված եմ, ժողովուրդ ջան, ձեր մոտ շատ լավ է ստացելու, եթե վիդեոն մինչև վերջ դիտեք։ Անհնարին բան է, որ ձեր մոտ չստացվի։ Նայեք ժողովուրդ ջան, այս տարբերակը, այսպես պետք է որ պատրաստելուց, եթե պատրաստելու եք, ու համոզված եմ, որ պատրաստելու եք ժողովուրդ ջան։ Ինքը շատ համեղ բան է այս ձևի։ Ու ինչու են այս տարբերակը լեննականցիները պատրաստում, որ կվարծիրի պայմաններում դու կարանաս խորոված պատրաստես ու ուտես։ Հիմա ես բոլորը շարեմ ժողովուրդ ջան եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Եվ վերջինը ժողովուրդ ջան, չի կարա ցույց տայ, հլստենայք։ Իս ձևի գեղեցիկ սիրուն հավաքել ենք։ Այսպես տնավարի ամենակարևորը։ Եվ այսպես հավաքում ենք սիրուն։ Ժողովուրդ ջան, հլստենայք։ Ինչ սիրուն ասք, արդեն տեսք ենք ստացել։ Հələ էսի սկիզբն է ժողովուրդ ջան, հեսա լավ որ տենակ ոնց ենք պատրաստելու։ Անպայման վիդեոն միջև վերջ դիտեք ժողովուրդ ջան, որ այս համեղությունը կարողանաք վայելեք։ Դե գնացինք։ Սկսում ենք հավաքել խորովածը կացայի մեջ, ամենաառաջինը ժողովուրդ ջան, անհրաժեշտ է, պետքա սոխը կտրատենք։ Հիմա ես հերթականությունը սաղ ցույց կտամ, ինչ ենք անելու։ Պետքա այս ձևի կլոր կոլցեք կտրատվի ու ցույց կտամ ինչ ենք անելու կոլցեքը։ Եվ վերջինը։ Ժողովուրդ ջան, վերցնում ենք կացան։ Հիմա մեր օպերատորը մոտիկից սաղ ցույց կտա։ Հիմա կխնդրենք օպերատորին, անհրաժեշտ է սոխը կտրտած այսպես տակը տեղադրում ենք։ Հաջորդ մեր քայլը։ Ժողովուրդ ջան, վերցնում ենք մեր խորովածները այսպես։ Պետք է այսպես քառակուսի հավաքվի ժողովուրդ ջան, մեջտեղի մասը, որ ինքը ազատ լինի։ Եվ հաջորդը։ Սիրուն է ստացվում։ Շատ սիրուն է։ Եվ հաջորդը։ Հələ գեղեցկությանը ժողովուրդ ջան։ Մի հատ հա Ինքը կդնես։ եւ վերջինը ժողովուրդ ջան։ Կարելի է այս մասը տեղադրել ջան, ինքը որ շատ սիրուն ստացվի։ Հիմա ժողովուրդ ջան, անհրաժեշտ է այսպես սոխը, որյա
Մեջի մասից լավ հավեսին սոկը դուստա մեր մսի վրա։ Դե արոմատի համար է, չէ՞, հիմնական Անպայման։ սոկը։ Այսպես կողերն էլ կարելի է տեղադրել։ Եվ վերջ։ Հաջորդ մեր քայլը, ուրեմն ժողովուրդ ջան, հաջորդը հիմա ես կտեղադրեմ սիրուն այս ձևի, որ ավելի սիրուն ստացվի։ Այս պետք չի մեզի։ Այսպես անենք, որ ավելի տեսանելի լինի, ջան։ Չէ, լավ է խոհված, ասած սիրուն երևում է։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեղադրելուց հետո անհրաժեշտ է մեզի ավելացնում ենք բանջարեղենները, ավելացնում ենք լոլիկ, Փոքր չերի պամիդորներ։ փոքր չերի պոմիդորները։ Ժողովուրդ ջան, ասնանոն չեն ավելացնում, բայց դե քանի որ մենք խորոված պատրաստում ենք բանջարեղեններով, դա համար փորձեցի ես էլ էսին տարբերակով պատրաստեմ։ Որովհետև մենք սովոր ենք խորովածը ուտել բանջարեղեններով։ Սա իմ տարբերակն է, ժողովուրդ ջան։ Արոմատը մսին կտա, չէ՞, որ ավելի Կլինի։ Ու դե քանի որ բանջարեղեն մենք սիրում ենք, դրա համար փորձում ենք մեր տարբերակը։ Ու մեջտեղի մասը, ժողովուրդ ջան, այսպես տնավարի, յան բիբարենք։ Այստեղ տեղադրում եւ ավելացնում ենք պիվա։ Ժողովուրդ ջան, այսպես։ Պիվեն պետք է որ այնքան ավելացնենք, որ առաջի սլոր խորովածը ծածկի։ Հենց ծածկեց, ուրեմն բավական է։ Ինձ թվում է բավական։ Մեկ շիշը բավական է։ Կես լիտր, չէ՞։ Հա, կես լիտրը բավական է։ Ուրեմն սա սն ժողովուրդ ջան։ Հաջորդ մեր քայլը։ Այսպես կանանչին վերցնում եմ, ժողովուրդ ջան։ Հա, այսպես։ Ինքը վրան, այսպես։ Ինքը ի արամատը, սա հավեսին, ինքը ինչքան որ պետք է։ Հետո մենք կանանչին ակուրատնի ավրից քանենք։ Դնում ենք կանանչին ինչի համար, որ ինքը հավեսին արամատ տա մսի վրա։ Всё, մեր պատրաստ է, ուրեմն ժողովուրդ ջան, 1 ժամ պետքա եփվի։ Կմիանանք ձեզի 1 ժամ հետո։ Գնացինք։ Պրյամո էֆիրով ում հետ որ խոսում ենք, փորձենք որ նույն ձևի տեղադրենք մեր YouTube-յան ալիքում։ Դրա համար ակտիվել եք, ժողովուրդ ջան։ Գրեք, լայքեք, մի մոռացեք այս լայքերի մասին, անպայման է դի պետք որ տարածվենք, շատանանք, ժողովուրդ ջան, ամենակարևորը։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ, ես մինչև դուք շատանաք, ժողովուրդ ջան, ես իմ կոֆեն վայելեմ, որովհետև հեսա ես ձեր համար պետքա աշխատեմ, նորից էլի ճաշատեսակ պատրաստեմ։ Գարիկ Արոյանը բարևում է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ագրամ Յանոսյան, привет։ Привет, привет, բարև ձեզ։ Կազան խորոված, ճիշտ է Լիլջան։ Շատ ճիշտ է, կազան խորոված ժողովուրդ ջան, չակերտները բացում ենք, շուտով լինելու է մեր YouTube-յան ալիքում, չեք մոռանում, անպայման, մինչև վերջ դիտում եք այդ վիդեոն, շատ հետաքրքիր ձևով եմ պատրաստում, ժողովուրդ ջան, շատ հետաքրքիր, ճիշտը իմ տարբերակով եմ ես պատրաստում, ճիշտն ասած, բայց շատ համեղ է լինում։ Դրա համար խնդրեմ բոլորիդ մինչև վերջ վիդեոն նայում եք ու չեք մոռանում այս լայքերը, ժողովուրդ ջան, անպայման պետք է որ տարածվենք, շատանանք, որ այսենց համեղ պրյամո էֆիրով ձեր համար լիքը ճաշատեսակներ պատրաստենք ու ձեզի լիքը ուրախացնենք։ Ես ձեր ցավը տանեմ։ Մեր մոտ շատ համեղ լինի։ Լստենայք։ Ու այս տարբերակը ասում եմ ժողովուրդ ջան, ինքը շատ համեղ է։ Հիմա լստե մեր օպերատորին մի հատ տղուս կխնդրեմ մոտիկից լստենայք ժողովուրդ ջան, լստե։ Յալլա, էսի բա ոնց էսի չսարքես ու չուտես։ Հիմա տղա ջան, այսպես բռնում ես ժողովուրդ ջան ու հավեսին վայելում ես։ Անշշնի ոնց։ Ջիջիլ դուրս արի։ Ժողովուրդ ջան, ուրեմն արդեն 1 ժամ ու կես է միսը եփում, հա։ Հիմա մեզի անհրաժեշտ է, հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Կարակը վերցնում ենք, այսպես։ Ու այսպես տեղադրում ենք, այսպես
Մսի կողերը այսպես։ Всё, ժողովուրդ ջան։ Կես ժամից մենք ձեզի կմիանանք։ Կես ժամից հետո արդեն մեր միսը պատրաստ է լինելու։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր ղազան խորովածը արդեն պատրաստ է։ Հիմա մեր օպերատորին խնդրեք մանրակրկիտ սաղ ցույց կտա, հələ նայեք ինչ շքեղ, հələ ստե նայեք ժողովուրդ ջան։ Բա ո՞նց էսի մարդ չսարքի, հələ մեր օպերատորին լք խնդրենք, հələ ստե նայեք։ Ո՞նց էսի չսարքես ու չվայելես, հələ ստե նայեք ժողովուրդ ջան։ Հիմա ամենաառաջինը, ժողովուրդ ջան, փորձելու համար ինչ ենք անում։ Վերցնում ենք մեր լավաշը, այսպես տնավարի։ Այսպես մեր խորովածը այսպես սիրու տնավարի ձևի։ Ու ինչ ենք անում։ Մեր օպերատորը էսանցի ցույց կտա։ Այսպես վեկալում ենք ու սկսում ենք վայելել։ Այս ինչ հավեսին է եփե։ Լստե նայեք, այսպես բռնելն է։ Ինքա հավեսին։ Բոմբա է, էլի, բոմբա։ Էս ինչ համեղ է։ Շատ համեղ է։ Պիվով ինքը շատ համեղ է ստացվել։ Կփորձեմ նույն ձևի այս տարբերակը ջրով էլ կպատրաստենք մի օր։ Հիմա հաջորդը այսպես մեր պոմիդորների ժողովուրդ ջան։ Լրի վերջնա ժողովուրդ ջան, էս ինչ համեղ է։ Հիմա մի հատ էլ այս տարբերակով, այսպես միսը վերցնում ենք, այսպես սոխը տնավարի էլի։ Այսպես ժողովուրդ ջան։ Այսպես կանանչին։ Ու փորձում ենք վայելել։ Ժողովուրդ ջան, շատ համեղ է ստացվել։ Էս իմ ամենասիրած բանն է, որ այսպես ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք ու հավեսին վայելում ենք։ Դե գնացինք վայելելու։